Այժմ մենք ունենք իրական խաղաղություն, շատ կարևոր է նշել, որ անգամ ունենք առևտուր Ադրբեջանի հետ, ներմուծում ենք նավթամթերք Ադրբեջանից։ Մինչև Հայաստանի իշխանությունները պնդում են, թե Բաքվից Երևան հասնող բենզինը առհասարակ Ադրբեջանի հետ առևտուրը հաստատված խաղաղության վկայություններից է, Ադրբեջանում այդ երկրի կառավարությունը գնում է Միլի Մեջլիս ու իր գործունեության նախորդ տարվա հաշվետվությունը ներկայացնելիս բաց ուղիղ տեքստով հայտարարում. սա պարզապես առևտուր է, ոչ ավելին։ Ահա այսպես են ձևակերպել ադրբեջանական նավթամթերքի արտահանումը Հայաստան ունի զուտ առևտրային բնույթ եւ կարող է դիտվել որպես երկու երկրների միջև տնտեսական եւ առևտրային կապերի հաստատման կարևոր քայլ։ Միակ ուղերձն է, որ Ադրբեջանում խաղաղություն չկա խաղաղություն։ Սա է ուղերձը շատ բացահայտ, շատ հստակ, բազմիցս եւ ոչ միայն երեք կառավարության ներկայացած ծրագրով բազմիցս նշել են, քանի դեռ Հայաստանում սահմանադրությունը չի փոխվել, դուրս չի բերվել այնտեղից հղումը, նախաբարը դուրս չի բերել, որտեղ հղում կա անկախության հռչակագրին, որտեղ Արցախի վերաբերյալ նշումներ կան, բնականաբար ոչ մի խաղաղության պայմանագրի չի կնքվելու։ Կարծում եմ սա միակ պայմանը չէ, էլի պայմաններ իհարկե կլինեն։ Բոլորը դրանք կրում են զուտ առևտրային բնույթ։ Հաստատված խաղաղության առևտրի հիմնավորման մասին Ադրբեջանի կառավարությունը միայն գրել է, թե նավթամթերքի արտահանումը Հայաստան արտացոլում է այս գործընթացում տնտեսական, դարձյալ տնտեսական դիվիդենդների իրենց հայեցակարգը։ Սա նշանակում է, որ կամաց առևտուրը սկսում են ուժեղացնել մինչև Հայաստանի հասարակության գիտակցության մեջ Ադրբեջանը պատերազմող երկրից վերափոխվի զուտ առևտուր անող երկրի հետ։ Այսինքն Ադրբեջանը կալվի ոչ թե այն երկիր, որի հետ 30 տարվա Արցախյան հակամարտություն է եղել, այլ ընկալվի երկիր, որի հետ ասենք ապրանքափոխանակություն է տեղի ունենում, առևտրաշրջանառություն է տեղի ունենում։ Սա է նշանակում։ Ամիսներ առաջ հիշեցնեմ, Հայաստանի կառավարությունն Ադրբեջան ցուցակ էր ուղարկել, թե ինչ կարող ենք մենք այստեղից իրենց հասցնել, ասել է թե արտահանել, սակայն մինչև այս պահը Բաքու-Երևան Բաքու գնացքն այստեղից դատարկ է հետ դարձել։ Որտեղ նախորդող շրջանում մեր տնտեսությունը ֆուրի ծավալով է իր պլանավորում իրականացել։ Էդուարդ Պողոսյան, ժամը լրատվական։